Եթե Հայաստանի իշխանությունները ուզեն անել, չեն կարողանում, որտեղ իրենց թելադրում են այդպես։ Եթե պետական հոգացություն չկա, դա վառ երևում է, օրինակ հիմա եթե տեղյակել չեք, ասեմ, որ սև ամպեր են կուտակում ազգային պետական ժող նվագարանների բոլոր կոլեկտիվների գլխին, միավորել են, կրճատում են կազմերը, միացում են սրա կողքին, Երևանում արդեն 4 սիմֆոնիկ երիտասարդական նվագախումբն է բացվում եւ որպես օրինակ ասեմ, որ չգիտեմ հովանավորով է թե ինչով է, ամեն դեպքում ամենացածր պետական աշխատավարձ ստացող կոլեկտիվը սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտը ստանում 230,000 հովանավորով է հարցնում այդքան, բայց ազգային նվագարանների պետական նվագախումբը 65,000 է աշխատավարձը, հովանավորով հասնում է 80,000-ի։ Բնականաբար ոչ մի ծնող իր երեխային չի ուզենա տալ ազգային նվագարան նվագելու, որովհետև լավ չի ապրելու իր երեխան, չի տալու։ Սա շատ վատ է, որ եթերով ասում ենք այսպիսի բան, եթե ասենք մի քանի օքին կասկածում էին, իրանք էլ չեն տա ազգային նվագարանների բանին, բայց սա միտումնավոր է արվում, որովհետև իրենց պլանը, որ գերտերությունները թելադրում են, կարծում եմ սրա իրագործումն են կատարում իրենք, թե չէ ինչքան էլ ուզում եք զորեք, մեկ է, զորով էլ հնարավոր չի, որ մեր ժողովրդի մեծամասնությունը դասական երաժշտություն սիրի։ Դա